Սահմանային Արավուս գյուղի մոտակայքում մոլորված Կարենն ու Անդրեյը երեկ երեկոյան տուն են եկել։ Նրանց ոչ առևանգել են, ոչ գերեվարել։ Տղաները ադրբեջանական կողմում չեն հայտնվել։ Այս մասին մեզ պատմեց 17-ամյա Կարենի հայրը։ Դե ամեն ինչ նորմալ է, ոնց շփոթվել են իրանք ընդամենը հայկական տարածքում են եղել, պրոստը մառախուղի պատճառով շփոթվել են։ Մառախուղը անցել է Իրիկուն վայան, տեսել են արդեն, որ կողմորոշել են, որտեղ են հետ են առցել դետուն էլի։ Նույնն է ասում մյուս մոլորվածի Անդրեյ Գյագունցի եղբայրը։ Վարկածը հենց այն հաստատվել է, որ շեզուց շփոթվել են ու մառախուղից հետո հետ են վերադարձել։ Ադրբեջանցիներից չեն էլ տեսել։ Ոչ, այդ մի բանով բախտավոր ենք եղել։ Արմեն Ջահանգիրյանը պատմում է, որդին ընկերոջ հետ ուղակի խելոք են վարվել, տեսել են, որ մառախուղը թույլ չի տալիս կողմնորոշվել, թե որտեղ են, սպասել են ամպը ցրվի, այսքան բան։ Դե բախկված չեն, մառախուղը էլ է շփոթվել են, չեն կողմնորոշել, որ ոնց կան, էլի որ ավելի թելացին նա որպեսի չմոլորվեն, մեկել չընկնեն ուրիշ տարածք նեյտրալ է մեկ սպասել է մառախուղը քաշել է, մեկել հագին ճանապարհ է, հետ են դարձել եկել։ Մի տենց գիշերվա ժամ 1-ի բանին գնացել են, գիշերվա ժամ 1-ի բանին գնացել են, Իրիկուն վաժամ ու 9-ին նորից հասել է գյուղը։ Երեկ կեսօրին ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որ Սյունիքի մարզի 2 անչափահասներ մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանում։ Երեկոյան տեղեկացրին, թե հայտնաբերվել են ու արդեն Հայաստանում են։ Այսօր արդեն ծառայությունից տեղեկացնում են։ Սյունիքի մարզի տեղ համայնքի 2 անչափահաս բնակիչների հայտնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Սյունիքի սահմանից 2 անչափահասների անհետանալն ու երեկվա դրությամբ ըստ ԱԱԾ-ի Ադրբեջանում հայտնվելը մեծ փոթորիկ բարձրացրեց ներքաղաքական դաշտում, այնպես որ կուսակրոնության թեման մի քանի ժամով լռեց։ Ընդդիմադիրներն ահազանգում էին պաշտոնյաներն զբաղված են ամեն ինչով, բացի իրենց գործից, գերիների թիվը ոչ թե նվազում է, այլ ավելանում։ Իշխանականները զայրացած հակադարձում էին, հենց միջադեպ է լինում, ընդդիմությունը ձեռքերն է տաքացնում դրա վրա, տեղեկատվական տերոր անում։ Քաղաքացիական պայմանագրից Արսեն Թորոսյանն ասում էր, ադրբեջանցիները հոգյուղ չեն մտել տարել երիտասարդներին, մոլորվել են ու Ադրբեջանի տարածքում հայտնվել, բանակցում ենք։ Մեր ծառայությունները հիմա բանակցում են գործողություններ իրականացնում Ադրբեջանի ծառայությունները, որպեսզի մեր երիտասարդներին արագ վերադարձնեն։ Հայտնի չէ ում հետ են բանակցում, եթե երիտասարդները պարզվեց հայկական տարածքում սպասում էին մառախուղը ցրվի։ Անտեղյակ, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետության հիմքերը խարխլելու մեղադրանքներ են փոխանակում։ Քննչական կոմիտեն պատանիների առևանգման հատկանիշներով քրեական գործ էր հարուցել։ Մոլորված տղաներից Կարենի հայրն ասում է, 3 ամբողջ օրը գրեթե վստահ էր, որ որդին սահմանն անցնող չէ։ Ենթադրություն ա եղել էլի, չեմ իմանալ տոլի ինչ չեմ կարող ասեմ, ես ոչ մի ձևի համոզված չեմ եղել, որովհետև չի կարող այդպես բան լինի, տարածքին ինքը ծանոթա չի կարող մոլորվի։ Ասաց որդին լավ է, գիշերը դրսում անցկացնելը ոչ մի հետևանք էլ չի ունեցել։ Ինքը սարի տղա է, էլի, ես իր համար նորմալ է, մեր համար չի նորմալ, մեր համար էլ հիմա նորմալ է, բարկացնում։ Ջահանգիրյաններն Արավուսի այսպես ասած կրակն ընկածն են, անցած տարի էլ Կարենը ոչխարների հոտնարոտավայր էր տարել սահմանին կպած։ Ադրբեջանցի 5 զինվորականներ զենքով մտել էին հոտի մեջ, քշել, տարել մի 300 ոչխար։ Կարենը ձիով է եղել, արագ հասցրել է հեռանալ։ Հայրն ասում է, հիմա էլ այս մի փորձանքից պրծավ, պիտի մի բան անեն, շառը տղայից հեռու քաշվի։ Մատաղանեմ կարող է ասի, էլի։